Ապրիլի 23-ին Հռոմի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցչության և Սանտ Էջիդիո համայնքի ջանքերով Հայոց ցեղասպանության և նոր քրիստոնյա նահատակների հիշատակին նվիրված միջեկեղեցական արարողություն տեղի ունեցավ։ Արարողությունը հանդիսապետում էր Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ arczepiskopos Բարսամյանը։ Էկումենիկ աղոթքին մասնակցեցին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության, Ռումին ուղղափառ, Ղպտի ուղղափառ, Հնդիկ Մալաբար, ինչպես նաև կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևորականներ, Հռոմի քահանայապետական հայ վարժարանի և Մխիթարյան միաբանության անդամներ, Իտալիայում և Վատիկանում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանություններ, հայ համայնքի անդամներ, հյուրեր։ Միջեկեղեցական արարողությունը մեկնարկեց Քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Քուրտ Քոխի ողջույնի խոսքով։ Ապա ներկաներին խոսք ասաց Խաժակ arczepiskopos Բարսամյանը։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին մենք վերստին հիշում ենք Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի խոսքերը, որը 2015 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի ոչնչացումն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Այսօր մենք այս բառն օգտագործում ենք ոչ թե հին վերքերը վերաբացելու, այլ ճշմարտությանը ծառայելու համար, քանի որ ինչպես մեզ հիշեցրել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, չարիքը թաքցնելն ու ժխտելը նշանակում է թույլ տալ, որ վերքը շարունակի արունահոսել, նշեց Խաժակ սրբազանը։ Նա կոչ արեց հիշել հայոց ցեղասպանության նահատակներին, ինչպես նաև մեր ժամանակների քրիստոնյա նոր նահատակներին, քանի որ նրանց վկայությունն է խաչի խորհրդի մեջ դառնում հաշտության, արդարության և հույսի սերմ։ Արարողության ավարտին տեղի ունեցավ հայկական ոգի խորագրով դասական երաժշտության համերգ հայ և օտարազգի երաժիշտների մասնակցությամբ։ Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության առջև գտնվող Անմահ Հայաստան հուշարձանի մոտ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ։ Ի պատիվ սուրբ նահատակների հուշարձանի մոտ ծաղկեպսակ զետեղվեց։ Նույն օրը երեկոյան Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր նաև հայ դասական ու հոգևոր երաժշտության համերգ։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Մարինե Շահինյանի և Խաչատուր Ղազարյանի կատարումները։